Քանի Հայաստանի Հանրապետությունում կա Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ոչ մի լավ բան հայ ժողովրդին չի սպասում։ Կներեք։ 18 թվին Սերժ Սարգսյանը զավթեց, ուղղակիորեն զավթեց իշխանությունը, որը մի ամիս չկարացավ պահեր, եկավ մյուսը, չդատեց իշխանություն զավթելու համար։ Ոչ մեկ հարց չտվեց։ Մեկալեց փոխեց սահմանադրությունը։ Այսօրվա մեր իշխանավորը ասում էր իր հակով կոստյումը կարե, բայց ինքը այդ կոստյումը լավ էլ վեկալեց ինքը հակավ։ Ու նրան նույնիսկ ոչ մի հարց չտվեց։ Խոսում էր կոռուպցիայի մասին, չգիտեմ ինչի մասին, բայց իշխանություն զավթելու հարցում ինքը ոչ մի հարց չտվեց Սերժ Սարգսյան։ Մարտի 1-ին մենք ունեինք նախագահ, որը որոշում էր կայացրել, որի որոշման հիման վրա բանակը այդ որոշումը կատարել էր, հետո մարդը կանգնեց հրաժարվավ, որ ինքը տենց որոշում չի կայացրել, ձեզ ոչինչ չի հիշեցնում, այսօրվա մեր ղեկավարը, քանի որոշումից է հրաժարվել, գնացեք զինվորականներին հարցրեք, սկսած 44 օրյա պատերազմի բոլոր որոշումներից, որ ինքն է եղել գլխավոր շտաբում, եւ գլխավոր շտաբի պետը եւ գլխավոր շտաբը իրեն է զեկուցել, եւ ինքը ասել է հա, դա նշանակում է, որ ինքն է կայացրել որոշումը, ոչ թե գլխավոր շտաբի պետը։ Ինքը այսօր սաղից հրաժարվում է։ Արցախը տվել է, ասում է ռուսներն են մեղավոր։ Այո, դեկեք այդ ռուսին հələ մի հատ էնկոմ դնենք։ Չեք սիրում, մի սիրեք։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ մենք ուղղակիորեն հող ենք տալի։ Էլ ասում է ռուսը, թուրքը, ադրբեջանցին որոշում են կայացրել, դրա համար էլ Ղարաբաղը տվել են։ Համաձայն չէիր Ղարաբաղը տայր, կռվեիր։ Կռվողի կողքը միշտ մեկը ելնում է, որ գալի կանգնում է։ Ինչ կապ ունի ռուսը ինչ էր որոշել, թուրքը ինչ էր որոշել, ադրբեջանցին ինչ էր որոշել, ամերիկացին ինչ է որոշել, գնացեք օրինակ վերցրեք Պալեստինայի ժողովրդից։ Կռվում են, կողքը հաստատ մեկը գալի կանգնում է, կռվողի կողքն են կանգնում։ Կզողի կողքը չեն կանգնում։ Հայաստանի Հանրապետությունը պետք է մաքրել այդ թափթփուկներից։ Ու ես որ ասում եմ թափթփուկ, մենակ այսօրվա իշխանությանը նկատի չունեմ։ Ինձ էլ ասում են գնացել, էսա ասել, ցուցմունք տվել, էս ասել։ Ինչ ցուցմունք եմ տվել։ Կայնե ասել եմ հրաման ես տվել, մենք կատարել ենք։ Ինչ ես հրաժարվում։ Ու ինչ ասել եմ, երեսներին եմ ասել։ Միշտ Նիկոլին էլ եմ ասել դու չպիտինես վարչապետ։ Ասել եմ երեսին եմ ասել։ Ասի երգիրը վար ես տալու։ Ասել եմ, ասի գնա պարլամենտի ղեկավար։ Դու մենակ լավ խոսալ գիտես։ Ընդդիմություն ունենք, այսօր աշխարհը չունի։ Մի լոզունգ ասեք, որ ժողովուրդը հասկանում է ձեր լոզունգներից։ Մեկը ասեք։ Ուրեմն ասում եք, ընտրությունը չենք ճանաչում, բայց մանդատները գնում ենք վերցնում ենք։ Չեղավ որ ճանաչեցիք։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ նշանակում աղբեր ջան, որ չեմ ուզում ես խանութի տերը ես ելնեմ, բայց տան խանութի աշխատած փողը գալի քեզ են տալի։ Ես եւս մեկ անգամ եղա իրավասու, որ ոչինչ Հայաստանում երբեք ընտրություններով չի փոխվել։ Երբեք ամբողջ մեր պատմության մեջ, նույնիսկ սովետական միության պատմության ժամանակ, ցարի ժամանակ ընտրություն չեղել, ցարից հետո ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու։ Սա փողոցով եկել է, փողոցով էլ պետք է ռադները քաշեն գնան, ուրիշ տարբերակ չկա։ Գնացեք ստորագրեք, մենք ստորագրահավաք ենք անում, այդ ստորագրահավաքը ինձի պետք է, ինձ պետք է, ինձ հիմնավորումներ է պետք, ապակա մեր գործողությունների համար, որ ես վստահ լինեմ, որ մարդիկ ուզում են, որ բան փոխվի, եթե ուզում եք դառնաք Թուրքիայի, չգիտեմ, հաջորդ գենոցիդը, մեր կանանց էլ տանեն դնեն իրանց նորից հարեմները,
Եվ դուք կարծում եք, որ Հայաստանը այդ միջավայրում կարա զարգանա, գնացեք հայկական հողերը նայեք Թուրքիայում, կամ Թուրքիայում մի հատ դուրս եկեք այդ Անկարայից եւ Ստամբուլից ու մի հատ նրանց գյուղացիների վիճակը նայեք։ Նույնն էլ Ադրբեջանի մասին կարամ ասեմ։ Այն մեծ քաղաքներից մի հատ դուրս եկեք, գնացեք այդ գյուղացիներին նայեք։ Տեսեք ոնց են ապրում ու տեսեք ձեզ ոնց է սպասում։ Ինչա ձեզ թվում է իրանց գյուղացուց լավ են ձեզ պահելու։ Բացի դրանից ասեմ ձեզ, այն փաստաթուղթը որ հրապարակել եմ, դա մեր վերջի փաստաթղթերը չի։ Կա ավելի լուրջ փաստաթղթեր։ Ես ուղղակի փորձի համար դրեցի նա, որ տենամ ռեակցիան ինչ կլինի, բայց դուք գնացիք ինչ որ մի մասա, մի 30% հաստատ Նիկոլին գնաց ընտրեց։ Ձեր գործն է։ Ես որպես հայ չեմ կանգնելու, գնալու եմ մինչև վերջ ու մի բան ասեմ, հասկացել եմ, որ ընտրություններով Հայաստանում ոչինչ չես փոխելու։ Մնացածը կտեսնենք։